Նեյման կյանք 24-ով, պարոն Թաթոյան, դուք ներխուժումների մասին խոսեցիք, ներկայացրիք, նաև ձեր խոսքում էլ նշեցիք, որ օրվա իշխանությունները հղում են անում սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, նշեցիք նաև, որ միջազգային ատյաններում, միջազգային հարթակներում եք ներկայացնելու այս իրողությունները, բայց մենք ժամանակին նաև տեսել ենք միջազգային հանրության արձագանքը կապված Արցախի հետ, Բերձորի միջանցքը փակելու, ՄԱԿ-ի արդարադատության որոշման չկայացումը և դրան արդեն հաջորդական քայլերը, որոնք տեղի են ունեցել, եւ եթե օրինակ միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքի այդ դեպքում որոնք են քայլերը լինելու եւ արդյոք հիմա չի ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ցանկացած այլ քայլ կամ դրսևորում, քանի որ դուք նշեցիք, մենք տեղում որոշում կայացնելու հմտություն պետք է կարողանանք ունենալ, որ նոր ագրեսիայի հիմքի կարող է հանգեցնել եւ մեկ ոչ այս օրակարգի վերաբերյալ հարց, դուք օրերս հուշագիր ստորագրեցիք Հայաքվե նախաձեռնության հետ եւ միասին եք ընտրություններին գնալու, ինչու հենց Հայաքվեն, ինչն է ձեզ միավորում? Շնորհակալություն։ Նախ անդրադառնանք Արցախից, դուք նշեցիք Արցախի հետ համեմատեցիք եւ միջազգային արձագանքները։ Տեսեք, ակնհայտ էր, որ Արցախի հետ կապված Հայաստանի իշխանությունը ոչ միայն չէր անում անհրաժեշտ քայլեր, այդքան հայտարարում էր մենք ենք անվտանգության երաշխավորը եւ այլն, բայց ոչ միայն ոչինչ չէր անում, այլ հիշում եք հայտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթից առաջ Հայաստանի կառավարության ղեկավարը ինչ ասեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում Արցախի բնակչությանը։ Թաքցնում էին փաստեր միջազգային հանրությունից, այսինքն նաև խոչընդոտում էին։ Հիմա մենք ասում ենք, որ այս ամենը բերելու ենք համար մեկ միջազգային օրակարգ է դառնալու։ Մեզ համար սա մեր երկրի ով կարող է աշխարհում ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել։ Հրտեսեք ինչ է անում, նորից եմ ասում, կտրատում է կտոր, ադրբեջանական վերահսկողության տակ է ամեն ինչ անցնում։ Կտոր եւ շատ վստահ քայլերով գալիս են առաջ։ Այսինքն, որևէ մեկը աշխարհում կարող է ասել, թե ես ինչու եմ իմ բանակը ուժեղացնում պաշտպանության նպատակով, որ իմ երկիրը պաշտպանեմ, ապահով պահեմ, որը մեկը կարող է ասել, որ ներխուժումներից ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել, սա դրա համար կան ժողովուրդ ջան միջազգային բոլոր մեխանիզմները, այստեղ ոչ մի այլ այսպես ինչպես դուք եք ասում այդ ագրեսիայի հիմքեր նման բանի մասին ընդհանրապես խոսք չի։ Ես ուզում եմ ասել, որ դրա համար է, որ այս իշխանությունները մեր ժողովրդի վրա վախ են վաճառում։ Նրանք վախով են, հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ նրանց քարոզում են վախից ելնելով ընտրել։ Նրանք վախի մեջ են պահում մեր ժողովրդին։ Իսկ ես ասում եմ, ժողովուրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան, չներվեք հանկարծ, պետք չի հուսախաբվել, ընկրկել, կան միջազգային, կան մարդիկ, որոնք պատկերացնում են այդ լուծումները, դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք է մասնագետ, ոչ թե որ հենց գնա ամենավտանգավոր իրավիճակներում ներքին քարոզով, կուկուրուզ ուտելով ու պերաշկի ուտելով զբաղվեն, այլ երկրի պաշտպանությամբ զբաղվել, գիշեր-ցերեկ, օրը 24 ժամ ունի, պետք է աշխատել օրը 48 ժամ, որ կարողանանք մեր երկրի հարցերը լուծենք, եւ ես վստահ եմ, որ գտնելու ենք այդ լուծումները, դրա համար մենք պետք է լինենք հետևողական եւ մենք լինելու ենք հետևողական այս հարցերում, որտեղ առանց դրա մեր երկրում ոչ կարող է լինել խաղաղություն իրական, որևէ այլ բան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը եւ հուշագիրեր կնքելուն, տեսեք, մենք այո, համագործակցության հուշագիր ենք կնքել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հետ, որովհետեւ նրանց գործունեությունը նաև արժեքային գործունեությունը, նշանակությունը մեր ազգային շահերի պաշտպանության հետ կապված կարևոր էր, մենք դա ենք կարևորում, բայց եւ նրանց նաև մասնագիտական ներուժը, մարդկային ներուժը, բայց միայն Հայաքվեն չէ, մենք երբ սկսեցինք մեր գործունեությունը հոկտեմբերի 8-ին հայտարարեցինք միասնության թվեր քաղաքական նախաձեռնության մասին, մեզ այդ գրեթե անմիջապես հուշագիր կնքեցինք, սկսեցինք իրար հետ աշխատել Շանթ Դաշինք կուսակցության հետ, պետք է ասեմ շատ մեկ օրգանիզմի պես աշխատում ենք եւ իբրև մեկ մարմին, մեկ ինստիտուտ, այն հարցերը, որոնք մեր առաջ դրել ենք, մենք դրանք տանում ենք առաջ, նույնպես կարևոր է, որ մեր
այստեղ արժենքային համագործակցություն կա եւ շահերի համընկնում։ Այստեղ մենք նաև համագործակցում ենք եւ հուշագիր ենք ընկել առաջ արժանապատվության շարժման հետ, երիտասարդների հետ, ովքեր ներկայացնում են մարզեր, Արմավիր, Արարատ, Տավուշ, տարբեր մարզերի երիտասարդներ են, մասնագետներ են, դասախոսներ, որոնք հստակ պատկերացնում են երկրի ինչպես կարող ենք գնալ առաջ եւ մենք ունենք մեզ նաև միացած զինվորականների խումբ, մենք ունենք հասարակական տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլն եւ շարունակելու ենք այսպես այս միասնության ճանապարհով մեր ընթացքը։